Տրանսֆերային գնագոյացման կանոններն ամբողջ աշխարհում արագ փոփոխվում են, դրա համար էլ հարկային մարմինները մեծ ուշադրություն են դարձնում ոլորտին։ Պետեկամուտների կոմիտեի ու հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում անց է կացվում միջազգային ուսումնական դասընթաց։ Համաշխարհային առևտրի զարգացումը խթանում է միջազգային ձեռնարկությունների աճին, ավելացնելով այդ ձեռնարկությունների կրկնակի հարկման ռիսկերը, այդ թվում հարկման նպատակներով տարբեր երկրներում տրանսֆերային գների վերահաշվարկման հետ կապված ռիսկերը։ Հայաստանը միջազգային կազմակերպությանն անդամակցում է 3 տարի, սակայն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում արտասահմանցի փորձագետներին։ 24 պետությունների 80 մասնագետներ հայ գործընկերներին կփոխանցեն կանոնակարգման իրենց փորձը։ Այս ոլորտը Եվրոպայում գերզարգացած է։ Այստեղ ենք, որպեսզի ծանոթացնենք հատուկ մշակված ծրագրերին եւ անդամ պետությունները դրանք ճշգրտորեն կիրառեն իրենց երկրներում, լուծեն ոլորտին առնչվող խնդիրները։ Թեման կարևոր է ամբողջ աշխարհում, բայց այս պահին հատկապես Հայաստանի համար։ Մեր երկիրն այս ոլորտում առաջին քայլերն է անում։ Տրանսֆերային գնագոյացման օրենսդրությունը դեռևս մշակման փուլում է եւ միջազգային կոնֆերանսը կհուշի գլխավոր սկզբունքները։ Այս կոնֆերանսը միջազգային հագեցած է բավականին պրակտիկ իրավիճակների քննարկումով եւ դա կարծում ենք, որ բավականին լայն հնարավորություն է մեր համար զինելու մեր համապատասխան մասնագետներին, որպեսզի նրանք միջազգային կազմակերպությունների հարկման հարցերում կարողանան ճիշտ կողմնորոշվել։ Ազնիվ Կարապետյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։